Մենակ մեր գյուղը չկա, թե չէ կողքը գյուղերն սաղ եղել է, կարկուտ տվել է, մենակ մեր գյուղը չի եկել։ Դե մարդկանց վրա ազդել է, բայց մերը ոչ, մերը չէ, ոչ մի բան։ Լսել ենք, որ չեն արտահանել։ Դե խնդիրը, որ բանը փագա, լարսը փագել են, մեքենաները չեն անում, ֆուրերը կանգնած են, չեն եթում, ապրանք չեն տանում հետա։ Դե ապրանքները լրիվ նմա, մարդիկ գյուղացիները սա հողերը, իրանց հողերը սա գցում են, ոչ մի բան չեն անում։ Չեն կարողանում իրացնել իրանց բերքը։ Հողերը սա գցում են, հողերը չեն մշակում։ Մարդկա հեկտարներով հող ունի, գցում է, չի մշակում, ոչ վարը ցանկ, ոչ մի բան չի անում։ Ամեն ինչ դնում ենք, պամիդոր, բադրջան, ձմերուկ, կուկուրուզ։ Դե լճացումը որակից է կախված, պամիդորի որակը, բադրջանի որակը, լուբոյ բերքը լավ եղա որակը կծախվի, չէ՞ չի ծախվի։ Շատ էժան է։ Անցած տարի 350-300 էր վաճառում, այս տարի 100-120 դրամ։ Որ հիմի որ հաշվար կանես իմ աշխատանքի չարչարանքը, ընդ թույնա բանը առնում ես խո տարբերակով ոչ էլ օգնում այդ թույները, ոչ էլ որակել գոյություն չունի, նաչար պահում ենք։ Հիմի բերում ենք, դաժե բանը խնդրում ենք, որ հաջախորդը կարողանա առնի։ Աղբեր ջան, բանով, ասես 120 կասի 8-ով տանեմ, իրաց ձեռնա, ոնց ուզեմ պիտի տաս։ Խնդիրը այն է, որ ռեալիզացիա շատ քիչ ալնում, ժողովուրդը երևի չգիտեմ, թե փող չունեն, թե հետ են վարժում, դրանից է երևի։ Բոլոր գյուղացիների վրա ազդում է, իսկ եթե որ Ռուսաստանի այն ժամանակ բաներում հավաքում էր, քչանում էր ապրանքը, ստե գինը բարձրանում էր, էլի որոշ չափով էլի բան ենք պահում։ Ժողովուրդը իրանց գոյությունը պահպանում էին։ Ռուսաստանը հիմի չի ընդունում մեր ապրանքը։